Բարձյալ Աստծով այեղ Դադաստանը կթափի ձեր գլխում։ Վարդան Ղուկասյանի այս հայտարարությունից 2 ժամ անց դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել նրա կալանքը։ Հանրային մեղադրողն էր միջնորդել դա։ Արկա է բարձր ռիսկային հավանականություն, ռիսկ առայն, որ մեղադրյալը ազատության մեջ մնալու դեպքում առաջինը կկատարի հանցանք։ Հովակիմյանը նաև կասկածներ ունի, որ Ղուկասյանը իր հեղինակությամբ կարող է ազդել գործով վկաների վրա։ Մանրինական ազդեցություն հնարավոր է գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ առնվազն իր օգտին ցուցմունքներ ստանալու նպատակով։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը աբսուրդային է համարում այդ հիմնավորումը։ Ըստ ձեզ ռիսկեր կան, որ կարող է թաքնվել, ռիսկեր կան, որ կարող է ինչ-որ ում նկատմամբ պետք է պարոն Ղուկասյանը, օրինակ ճնշում գործադրի որպես վկա, եթե դուք վկա չունեք։ Օրինակ վկա չկա, որպեսզի այդ պարոն Ղուկասյանը այդ վկայի նկատմամբ ինչ-որ մի բան գործադրի։ Փոստանջյանը միջնորդում է այլընտրանքային խափանման միջոց կիրառել, դատախազի կարծիքով այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը անհնար է այս գործով։ Ամսի 21-ին հոկտեմբերի դուք ինքներդ էիք ընտրել, այսինքն բոլոր խափանման միջոցներին դիմել էիք, որպեսզի պարոն Ղուկասյանը չկարողանար պաշտոնավարել, փակեցիք, որոշում կայացրեցիք 2 ամսով կալանավորելու։ Կաշառք պահանջելու համար մեղադրվող Ղուկասյանի գործի հիմքում հակակոռուպցիոն կոմիտեի հոկտեմբերին հրապարակած ձայնագրություններն են։ Ձայնագրությունները ծաղկաքաղ է արվել քննիչի կողմից եւ տրամադրվել է պաշտպանության կողմից։ Հայրապետյանի խոսքով ամբողջական ձայնագրություններում լսվում է գործին քպականների ներգրավվածության մասին։ Սրանով արդեն իսկ խոչընդոտվել է արտար դատաքննությանը։ Նավալին ընդդեմ Ռուսաստանի գործով եվրոպական դատարան հստակ ասել է, թե չկային ծայրահեղ իրավիճակները, նույն հանցանքի վերաբերյալ համամեղադրյալների գործերը առանցին ուղարկելը կանխորոշում է 6-րդ հոդվածի խախտումը։ Ղուկասյանը չի ընդունում կաշառք պահանջելու մեղադրանքը։ Չի կարող որևիցե մեկը լինի, որ կա ինձ հետ, ասի թե ես կաշառքի այդ խնդիրեմ, ուրեմն պայմանավորվել եմ։ Ըստ Ղուկասյանի այս գործը պատվիրվել է, քանի որ ինքը հայտարարել էր Հայաստանի կառավարությանը դատի տալու մտադրության մասին։ Ես ասեցի 85 միլիարդ տանում են, քաղաքին 4 միլիարդ են տալիս։ Դրա համար առաջի անգամ 37 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինը պետք է դատի տար Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Գյումրիին հատկացվող բյուջեի մասին է խոսում Ղուկասյանը։ Ըստ նրա 20 միլիարդից ավելի գումարի փոխարեն իր ղեկավարած քաղաքին ապօրինաբար 4 միլիարդ է հատկացվում։ Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։